Եթե Արտակ Խաչատրյանի առևանգման եւ դաժան ծեծի պատվիրատուներն ու իրականացնողները շուտապույտ չբացահայտվեն, ապա տեղի ունեցած զազրելի հանցագործության ողջ պատասխանատվությունը կկրի քաղաքական իշխանությունը, Ազատության հետ զրույցում ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Իրենց պատկերացրած ճակերտավոր ապահով Հայաստանը շատ սրընթաց եւ արագընթաց քայլերով վերածվում է գանգստերական եւ բանդիտական Հայաստանի։ Ես միայն Արտակի դեպքի մասին չեմ ասում։ Եթե սեղմ ժամկետներում հանցագործությունը չբացահայտվի, հրաժարականների պահանջները 1-2 պաշտոնյաներով չեն սահմանափակվի, ասաց Զոհրաբյանը։ 1 կամ 2 հոգու պաշտոնանկության հարց չի դրվելու, ես հիմա շատ փակագծեր չեմ ուզում բացեմ։ Բարգավաճ Հայաստանը կարող է բոյկոտել նաև ազգային ժողովի նիստերը, եթե մինչև հաջորդ քառօրյայի սկիզբը փետրվարի 23-ը չբացահայտվեն կատարողներն ու պատվիրատուները։ Եթե մինչև այդ բացահայտված չլինի, ապա անկախ նրանից մեր համակիր, մեր համախոհ քաղաքական ուժերը կմիանան թե չէ, մեծ է հավանականությունը, որ Բարգավաճ Հայաստանը կբոյկոտի հաջորդ քառօրյան։ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասում է, բոյկոտելու հարցը այսօր կամ վաղը կքննարկեն, քանի որ կոլեկտիվ որոշման կողմնակից են, իսկ իր անձնական կարծիքով բոյկոտը անգամ ուշացած է։ Եթե նախորդ քառօրյային մենք այդ բոյկոտը անեինք, կարող է այս դեպքերը չլիներ։ Եթե մենք 2 ամիս առաջ դուրս գայինք հրապարակ ավելի ակտիվ, կարող այդ մի դեպքերն էլ չլիներ։ Հասարակությունը որքան շուտ արձագանքի այս դեպքերին եւ ճիշտ ու արագ ռադիկալ քայլերով արձագանքի, այս դեպքերը կկանխվեն, ուրիշ ձև չկա։ Մեկ ամիս առաջ սեփական տան շքամուտքում բռնության ենթարկված ընդդիմադիր գործիչը վստահ է, բռնության դեպքերը պետք չէ դիտել որպես կոնկրետ անձանց դեմ իրականացված քայլեր։ Արամ Մանուկյանը համարում է, իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծելով կանխել սպասվող քաղաքական պայքարը։ Բոլորը գիտեն, որ եռյակը առաջիկայում լինելու է եռյակի լիդերների հանդիպում եւ քարտեզն է մշակվելու միասնական միջոցառումների, հանրահավաքների մասնավորապես։ Այդ հանրահավաքների դեմ առնելու համար իշխանությունները, քանի որ այլ գործիքներ չունեն, փորձելու են վախի մթնոլորտ տարածել։ Փորձելու են ակտիվիստներին, կարևոր չէ ում, վախացնել, սպառնալ, ահաբեկել։ Ժառանգությունից Զարուհի Փոստանջյանի կարծիքով, եթե ազգային ժողովի նիստերը բոյկոտելու խնդիր լինի, ապա դրա հիմքում պետք է դրվի ոչ միայն Արտակ Խաչատրյանի դեմ բռնության դեպքը։ Ես կարծում եմ, դա պետք է լինի համալիր, լիարժեք մոտեցում։ Մենակ մեկ դեպք չէ, սա ունի շարունակական բնույթ, առնվազն այս տարվա բոլոր դեպքերը պետք է ներառված լինեն բոյկոտի պահանջի մեջ, եթե ոչ, ապա մենք ուղղակի հատվածային մոտեցում ենք ցուցաբերում։ Ժառանգության խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ նկատում է, որևէ բռնարարք չի բացահայտվում, բացահայտվածներն էլ իրական եւ համարժեք գնահատական չեն ստանում։ Իշխանությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացու անվտանգությունը եւ այս կեցվածքով ընդդիմությանը մղում է ավելի արմատական քայլերի։ Եվ իր այս կեցվածքով, չգիտեմ, դա ծրագիր է թե ոչ, իշխանությունը ավելի արմատական քայլերի է մղում, ոչ իշխանական ուժերին ընդդիմությանը, որովհետեւ այլևս չի կարելի ամփերել, չի կարելի հանդուրժել։ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, իրենք Մայդանի կողմնակից չեն, առայժմ փորձում են օրենքի շրջանակներում ժամանակ տալ իրավապահներին բացահայտելու գործը, սակայն եթե կարճ ժամկետում արդյունք չեղավ, ոչ ոք ժողովրդական ընդվզումը չի կարող բացառել։ Որևէ մեկը չի կարող կանխել, երբ որ 100,000-ավոր քաղաքացիներ դուրս կգան իրենց իրավունքների, մեր բոլորի իրավունքների, Հայաստանի Հանրապետության քաղաքացու ոտնահարված իրավունքի համար պայքարելու։ Քարյակը լքած Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը եւս դատապարտում է բռնությունը։ Նրա խոսքով էլ ավելի անընդունելի է իր իրավունքները պաշտպանող քաղաքացու դեմ հարձակումը։ Ողջ հանրությունը անկախ քաղաքական հայացքներից պետք է պահանջի գտնել մեղավորներին։ Ոչ իշխանական ուժերի հնարավոր բոյկոտին միանալու մասին դաշնակցական падգամավորն ասաց, դեռ նման հարց չի քննարկվել, սակայն նման քայլի դիմելուց առաջ պետք է արդյունավետությունը քննարկել։ Արդյոք օրենսդիրներին անգործության մատնելը կնպաստի գործի բացահայտմանը։ Խռովկանի կեցվածքով չպետք է այս դեպքում առաջնորդվել, այլ պահանջատիրոջ կեցվածքով։ Պահանջատեր նշանակում է հետևողականորեն հասնել մինչև այնտեղ, որպես լիարժեք բացահայտվի եւ դատարանի առջև պատասխանատվության ենթարկվեն։ Արտակ Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկողներին եւ պատվիրատուներին շուտապույտ բացահայտելու պահանջով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիային կազմակերպել կասեցում շարժման մասնակիցները, ներկա են նաեւ ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները։ Կառավարության շենքի մոտից ակցիայի մասնակիցները հաղթահարելով ոստիկանական պատնեշը շարժվեցին դեպի քննչական կոմիտե, պահանջելով հանցագործությունը սեղմ ժամկետներում բացահայտել։